Հունվարի 3-ի գիշերը Կարակասայում Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մարդուրոին եւ նրա կնոջը Սիլիա Ֆլորեսին գերի վերցնելու ԱՄՆ-ի գործողության ընթացքում սպանվել է Կուբայի 32 քաղաքացի։ Կուբայի կառավարությունն այդ հայտարարությունը տարածել է Facebook-ում երկուշաբթի օրը հունվարի 5-ի գիշերը։ Համաձայն հաղորդագրության բոլոր զոհվածները երկրի բանակի եւ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են։ Հունվարի 5-ը եւ 6-ը Կուբայում նրանց պատվին հայտարարվել է որպես սգո օրեր։ Հավատարիմ մնալով անվտանգության ապահովման եւ պաշտպանության հետ կապված իրենց պարտավորություններին, մեր հայրենակիցները արժանապատվությամբ եւ հերոսությամբ կատարեցին իրենց պարտքը եւ ընկան կատաղի դիմադրությունից հետո, նշվել է Կուբայի կառավարությունում։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարին Դելսի Ռոդրիգեսին, եթե նա չանի այնինչ ճիշտ է, նա թանկ կվճարի, հավանաբար ավելի թանկ, քան Մադուրոն։ Դելսի Ռոդրիգեսը իր առաջնահերթ խնդիր է համարել Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված եւ հարգալից հարաբերությունները եւ Վաշինգտոնին առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ։ Վենեսուելայի գործող նախագահը հայտարարում է, որ առաջարկում է ԱՄՆ-ի կառավարությանը համագործակցության ծրագիր։ Դելսի Ռոդրիգեսի խոսքով այս ծրագիրը ուղղված կլինի միջազգային իրավունքի շրջանակներում համատեղ զարգացմանը։ Վերջինիս խոսքով Վենեսուելան առաջնահերթություն է համարում ԱՄՆ-ի եւ տարածաշրջանի երկրների հետ նոր, ավելի լավ հարաբերությունների հաստատմանը։ Ռոդրիգեսն ասել է, որ վենեսուելացիները եւ նրանց հարևանները արժանի են խաղաղության։ Այսօր տեղի կունենա Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա տիկնոջ դատավարությունը։ Մադուրոյի մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ նարկո-ահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների եւ պայթուցիկ սարքերի ապօրինի պահելու համար։ Նրանք շուտով ամերիկյան դատարաններում կբախվեն ամերիկյան արդարադատության ողջ զայրույթին ամերիկյան հողի վրա, ասել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազը։ Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ երկրի զինված ուժերը կտրուկ բախում են Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ առևանգման դեմ։ Նա ասել է, որ միջադեպի ժամանակ դաժանորեն սպանվել են զինծառայողներ եւ անմեղ քաղաքացիներ։ Բացի այդ, Վլադիմիր Բոդրիոնն նշել է, որ Վենեսուելայի բանակը աջակցում է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին, ով ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները։ Եվրամիությունը Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողություններից հետո կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել հանգստություն եւ զսպվածություն լարվածությունից խուսափելու համար։ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարության մեջ, որը ստորագրվել է Եվրամիության բոլոր անդամ պետությունների կողմից, բացառությամբ Հունգարիայի, նշվում է, որ վենեսուելացի ժողովուրդը իր ապագան որոշելու իրավունք պետք է ունենա եւ դա պետք է հարգվի։ Իսպանիայի վարչապետը արձագանքել է Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներուն։ Պեդրո Սանչեսը նշում է, որ Իսպանիան չի ճանաչում Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը, որը հակասում է միջազգային իրավունքներին։ Սանչեսը նաեւ կոչ է անում բոլոր կողմերին մտածել քաղաքացիական բնակչության մասին, հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ հաստատել արդար եւ երկխոսության վրա հիմնված անցումային համակարգը։ Վենեսուելայի վերաբերյալ հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ալեն Բերսեն։ Նա ասել է, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները անորոշության պահ են Վենեսուելայի ժողովրդի եւ միջազգային կայունության համար։ Դանիայի վարչապետը կոչ է արել Դոնալդ Թրամփին դադարեցնել Գրենլանդիան զավթելու սպառնալիքները։ Նա ասել է, որ բացարձակապես աբսուրդ է խոսել այն մասին, որ Միացյալ Նահանգները պետք է զավթեն Գրենլանդիան եւ որ ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիայի թագավորության 3 պետություններից որևէ մեկին։ Նա նշել է, որ Դանիան եւ հետեւաբար Գրենլանդիան ՆԱՏՕ-ի անդամ եւ ընդգծված է դաշինքի անվտանգության երաշխիքներով։ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են։ Գիշերը հրդեհվել է բժշկական հաստատություն, կան զոհեր։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով հրդեհը արդեն կասեցվել է։ Հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 1 մարդու դի, 25 մարդ տարհանվել է։
Վնասվել են մասնավոր եւ բարձրահարկ բնակելի շենքեր, բացի այդ ռազմական համատեղ հարվածի հետևանքով Կրամատորսկ համայնքում 1 մարդ է զոհվել, 1-ը վիրավորվել է։ Սարփիում ձերբակալվել է 1 մարդ խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով։ Հետաքննությամբ պարզվել է, որ 1981 թվականին ծնված անձը 10,000 ԱՄՆ դոլար է փոխանցել Ադրբեջանում բնակվող իր ընկերոջը, որը նա անօրինական կերպով յուրացրել է։ Հետաքննչական գործողությունները կատարել են Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Մարնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները։ Հանցագործությունը նախատեսում է 11 տարի ազատազրկում։ Սննդամթերքի գների բարձրացման եւ գների կարգավորման վերաբերյալ վարչապետի նախաձեռնությունը դեռևս քաղաքական գնահատականների թեմա է։ Հայտնի է, որ խորհրդարանում աշխատանքները վերսկսելուց անմիջապես հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով այս հարցի շուրջ աշխատելու համար։ Բացի այդ, Կոբախիձեի նախաձեռնությամբ արդեն ստեղծվել է եռակողմ հանձնաժողով, որը կգլխավորի անձամբ վարչապետը։ Կազմում կներառվեն համապատասխան ոլորտի նախարարներ, կառավարության վարչակազմը եւ մրցակցության գործակալությունը։